Բարեձեզ անկագիներ այսօր մենք շարունակում ենք մեր հերթական ճանապարհը ծննդոցից մինչև հայտնություն։ Գրքից միշտ ընտրելով մեկ անձի Հիսուս Քրիստոսին։ Նախորդ հանդիպմանը տեսանք Աստծո մատի զորությունը դիրքերի վրա։ Այսօր մենք կնայենք ելից 9-րդ եւ 10-րդ գլուխները, որտեղ Եգիպտոսը ծնկի է գալիս բնության արարիչի առջև, բայց Աստծո ժողովուրդը մնում է պաշտպանված։ 9-րդ գլխում տեղի է ունենում սոսկալի մի կարծիք, որը հարվածում է ամեն ինչի, սակայն Աստված տալիս է մի երկ։ Նրանք, ովքեր կվախենան Տիրոջի խոսքից եւ իրենց անասուններին ու ծառաներին տուն կտանեն, կփրկվեն։ Քարտուղը խորհրդանշում է Աստծո արդար դատաստանը, մեղքի։ Այստեղ Հիսուս Քրիստոսը երևում է որպես մեր ապահով ապաստարանը։ Ինչպես տունը պաշտպանեց մարդկանց կործանարար կարտուղից, այնպես էլ Քրիստոսը պաշտպանում է մեզ դատաստանի հարվածներից։ Նա ինքը կրեց դատաստանի հարվածը խաչի վրա, որպեսզի մենք նրա մեջ ապաստան գտնենք։ Եթե մենք Քրիստոսի մեջ ենք, ոչ մի երկնային հարված չի կարող մեզ կործանել։ 10-րդ գլխում Եգիպտոսի վրա իջնում է մի այնպիսի թանձր խավար, որը կարելի է ձեռքով շոշափել։ 3 օր ոչ ոք չէր կարողանում տեղից շարժվել, բայց ուշադրություն դարձրեք այս հրաշքին։ Իսրայելի բոլոր որդիների բնակարաններում լույս կար։ Սա պատկերում է հոգևոր խավարը, որի մեջ ապրում է այս աշխարհը։ Հիսուսը այստեղ երևում է որպես ճշմարիտ լույսը, որը ծագում է իր ժողովրդի սրտում։ Մինչ աշխարհը շոշափելի խավարի եւ հուսահատության մեջ է, Քրիստոսի հետևորդները ունեն ներքին լույս, որը կախված չէ արտաքին հանգամանքներից։ 3 օրվա խավարը նաև նախապատկերն է այն 3 ժամվա խավարին, որը եղավ Գողգոթայի վրա, երբ Հիսուսը մտավ մեր խավարի մեջ, որպեսզի մեզ տա հավիտենական լույս։ Այսօրվա դասը մեզ համար հետևյալն է. Աստված տարբերություն է դնում իրեն ծառայողի եւ չծառայողի միջեւ։ Երբ աշխարհում փոթորիկ է կամ խավար, Աստծո զավակը ունի առանձնահատուկ պաշտպանություն եւ լուսավորություն։ Կիրառումը հետևյալն է. մի վախեցիր ապագայի խավարից կամ աշխարհի աղետներից։ Եթե քո կյանքի տունը Քրիստոսի վրա է հիմնված, դու ունես լույս, որը երբեք չի մարում։ Փնտրիր քո ապաստարանը միայն ու միայն Քրիստոսի մեջ եւ ոչ թե մարդկային հնարքների։ Հովհաննես 8:12 ասում է, որ Հիսուսը ես եմ աշխարհի լույսը, ով ինձ հետևից գա խավարի միջով չի քայլի, այլ կունենա կյանքի լույսը։ Իսկ Եսայի 32-ի երկրորդ խոսքում գրված է. եւ ամեն մեկը կլինի ինչպես մի պահաստարան, քամու դեմ եւ մի ապաստարան փոթորիկի դեմ։ Ամփոփելով սիրելիներ, Հիսուս Քրիստոսը մեր լույսն է եւ մեր ապահով տունը։ Երբ փարավոնի սիրտը կարծրանում է, Աստծո շնորհքը իր ժողովրդի համար ավելի է պայծառանում։ Վստահեք այդ լույսին, որը ոչ մի խավար չի կարող հաղթել։ Եվ եկեք մեր սովորության պես աղոթենք. Տեր Հիսուս, աշխարհի լույս, շնորհակալ եմ, որ դու իմ կյանքում լույս ես վառել եւ շուրջս խավարել։ Եղիր իմ ապաստարանը ամեն փորձության ժամանակ։ Օգնիր ինձ մնալ քո ներկայության մեջ, որտեղ միշտ խաղաղություն եւ լուսավորություն կա։ Ամեն։ Անկագիներ Աստված օգնի
ձեզ եւ ձեր ընտանիքները Աստծո կամքով կհանդիպեն վաղը։ Եթե ինչ-որ խոսք ունես, քո կարծիքը մեկնաբանություններում կարող ես վերցնել, դու ինչպես ես Քրիստոսին տեսնում այդ գլուխներում։ Եղեք օրհնված։